Կրկին գալի է պարգևավճարների մասով մի հատ կարճատեպի, քանի ճիշտն ասած այնպես համոզիչ ներկայացրեցիք, որ դուք պետք է բոլոր լավ աշխատող եւ բարձր կարգի նախարարներով բարձրացություն ստանալ, որ այլ բան քան մաղթել ձեզ, որ բարով այլեք մի քանի միլիոնը չի մնում, չնայած նրան, որ իսկապես անկեղծ բարով այլեք, որտեղ այլ տարբերակ չկա, չնայած նրան, որ դուք նորից հիշեցնեմ, դեռ այլ արժեքներով եք եկել իշխանության եւ մեզ թվում է, որ դուք նույնիսկ կոպիտ ասած առանց հասուջերի էլ հանուն հայրենիքի պատրաստ եք ծառայել, այլ ոչ թե մի քանի միլիոն ավելի աշխատավարձներով, ու տպավորություն է, որոնց մեկ մյուսների հաշիվներին միլիոններ կամ ոնց նախանձ, բայց կարծում եմ շուտով ձեր հաշիվներին են այդքան արդեն հավասարում են։ Այնպես որ շարունակեք վայելել այդ պարգևավճարները։ Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա քաղաքապետարանի մասով դուք ասացիք, որ քաղաքապետարներ չկան Հայաստանում, եթե ձեր տրամաբանությանը նայենք, ապա ձեզ համար նաև Նիկոլ Փաշինյանը քաղաքապետար չի եղել, երբ որ դատապարտվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով զանգվածային անկարգություններ, չգիտեմ, երևի համանդրական կարգի տապալում, իշխանության զարթում, այդպիսի ծանր հոդվածներով, չնայած կարծում եմ, որ ձեզ համար Փաշինյանը եղել է քաղաքապետար, այդպես է։ Եթե եղել է, ապա նույն սկզբունքով պետք է քաղաքապետար լինել նաև շատ ավելի թեթև հոդվածներով, որևէ լուրջ բան չարած, ընդհանրապես իրենց խոսքի համար դատապարտված Սամվել Կարապետյանը, Նիկոլ Սրբազանը, Բագրատ Սրբազանը, Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սահակելյանը, հայրենիք ստոկցան քարտուղար Խաչիկ Գալստյանը, որը ընտրական պրոցեսում ինչ-որ անհասկանալի հոդվածով է հիմա կալանավորված ու այսպես շարունակ։ Հետևաբար կարող եք ասել սկզբում քաղաքապետար լինելով ոնց է, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում որը ծանր անցանքների մեջ է մեղադրվել, բայց զանգվածային անկարգությունները մենք տեսել ենք ամեն դեպքում իր մասնակցությամբ նաև այդ պրոցեսները ինքը քաղաքապետար է համարվել, իսկ հիմա նշածս անձինք քաղաքապետար չեն։ Ու մեկ էլ որպեսզի քաղաքապետարներ չունենան առհասարակ Հայաստանում կարող է նաև օրենսդրական փոփոխություն անել, մենք այդ թեմայով նաև առեցինացել ենք հանդիպմանը խոսելու, օրենսդրական փոփոխություն անել եւ այն դատավորները, որոնք որ այն անձինք նախկինում ինչ որ կուսակցության անդամ են եղել, 5 րոպե հետո կուսակցության անդամությունից հրաժարվելուց 5 րոպե հետո չդառնան դատավոր եւ ռետրոսպեկտիվ իրենց կաշկանդվածությունը, սերը եւ հավատարմությունը չցուցաբերեն իրենց նախկին կուսակցության նկատմամբ եւ չլցնեն բանդերը քաղաքապետարներով շնորհակալություն։ Ես բանվարների ձեր սանի հարցակում եմ արդեն պատասխանեցի, ինձ թվում է սպառ չի պատասխան, այլևս չեմ անդրադառնալ, համովին ինչի հետ համեմատեմ։ 2008 թվականին ես Սարում սովորել իրականում 2008 թվականի հետ կապված կրկին գնահատական այս բանի չեմ կարող տալ։ Այսօր իրականության հետ կապված ես դրա ականատեսն եմ եւ դա ինձ հնարավորություն է տալիս գնահատականներ։ Ու նաեւ ես ասացի, որ լավագույն չափանիշը գնահատելու քաղաքապետարների կանոնով, եթե մենք ուզում ենք անկախ դիտորդի աչքերով նայել, անպատասխան ձեռքբերումներն են, որոնք տրամադրվում են միջազգային մանրուների կողմից, որոնց կառավարումներ նաև ներգրավվածություն կարող են ունենալ, կարող են նաև մեր դիմադիր ներկայացուցիչները քաղաքական, որոնք եթե այդքան բարձրաձայնում են երևույթի մասին եւ դա արձագանք չի ստանում, արդեն իսկ երևույթի մասին կարծիքը հարցության համար պետք է բարձրացնել ինչպիսի է անկախ դիտորդների աչքերով։ Այսինքն հիմա տնեք չեք կարող ասել Փաշինյանը ձեզ համար քաղաքապետար է եղել։ Ոչ չեմ կարող, երբ օբյեկտիվ պատճառներով չեմ կարող, եւ ես սիրում եմ խոսել Շտայնամուրի մասին, ինչի մասին ունեմ կարծիք եւ գիտեմ ինչի մասին եմ խոսում։ Բայց եթե ես չեմ հետևել այդ պրոցեսներին, ինչպես կարող եմ ես որևէ չեմ հետևել, դեռ չեմ ուսումնասիրել թե ինչ է 2008 թվականի դեպքում կներեք, բայց գնահատական օբյեկտիվորեն չեմ կարող տալ, որ կարծում եմ ասացից խիստ ողջամիտ է։ Հաջորդը, մենք չենք եկել քաղաքական ուժեր, ինչպես եթե չի դավաճանում, չի եկել իշխանության աշխատավարձ չստանալու արժեքով, եւ դա արժեք չի կարող հանվել կարծիքով, այլ եկել է չթալանելու, պետությունը չհարստահարելու արժեքներով։ Ու եթե չեմ սխալվում, վարչապետն վերջերս մի լավ բան ասաց, եթե հարստացած լինեինք,
այդ 6 միլիոն պարգևողջերը կամ 7 միլիոն կամ բարձր աշխատավարձը պետական ապարատում աշխատող ոչ մեկին պետք չէ լինի։ Չէ, պետք չէ լինի, եւ ես արդեն սպառիչ պատասխանել եմ նախորդ թե ինչու անհրաժեշտ որպեսզի մրցունակ աշխատավարձ սահմանվի պետական ապարատում ի համեմատություն մասնավոր ոլորտի ինքներ կարող չգնամ գնամ նաև թե ինչպիսի աշխատավարձ են ստանում այսօր մեր երկրում տարբեր ոլորտներում վերադաս պաշտոններ զբաղեցնող անձինք մի քանի ոլորտ առանձնացրեցի ֆինանսական ոլորտ, IT ոլորտ, հանքարդյունաբերության ոլորտ, արտադրության ոլորտ, որոշ տեսակի ապրանքատեսակներ եւ մենք խնդիր ունենք նաև կադրեր հայթայթելու եւ բանիմաց պրոֆեսիոնալ կադրեր հայթայթելու եւ կարծում արժանապատիվ աշխատավարձը, որը պետք է հավասարակշռի այն պատասխանատվության ծավալը, որ կրում են համապատասխան պաշտոնյաներն անձին, պետք է օբյեկտիվ լինի։ Խոսքը դրա մասին է կրկնում եմ, աշխատավարձ չստանալու արժեքով չենք եկել կամ չեն եկել, եկել են չթարանալու, նախորդներին չվերացնելու արժեքներով ու վստահաբար կարող եմ ասել, որ դուք համեմատում եք, ասում եք շուտով ձեր աշխատավարձով հավասարվեք։ Ես ձեզ վստահեցնում քանի գործ եմ տեսել ես 300-400 500 անց նախին պաշտոնատար անգամ չգիտեմ բոլոր այդ տեսած դեպքերին հնարավորություն չկա այս դրամական միջոցների առկայության պայմաններում հավասարվել կամ գոնե մոտ լինի եւ հետո չպետք է մոռանանք որ այս պարգևավճարները ոչ թե կոռուպցիոն մեխանիզմներով զարգացի ճանապարհներով փոխանցված միջոցներ են պաշտոնատարանված, այլ հրապարակային կառավարության որոշման հիմքով փոխանցված միջոցներ են որպես աշխատանքի հանրային արտադրություն։ Դատավորների մասով նախ մի նախագծի մասին խոսեցի, որը ձեր ասած խնդիրը ինչ-որ չափով կլուծի խոսքը հարաբերության հասարակական եզրակացության ունեցող անձանց վերաբերյալ եզրակացության եզրափակիչ մասի հրապարակման նախաձեռնության մասին է։ Մյուս խնդիրը, մյուս կարևոր նախաձեռնություն, որը խնդիրը կլուծի ավտոմատ մակագրման համակարգն է, որը ապկա կլինի ամիսներ հետո, որովհետև մենք հիմա աշխատում ենք նաև միջտեղական բարույթի ընթացքում ավտոմատ մակագրման համակարգ ունենալու հետ կապված մի քիչ բարձրացնել քաղաքացիների համար շատ շեշտադրվում են տարբեր դատավորներ, օրինակ, որոնց որ գործերը մակագրվում են իրեն, չգիտեմ, ասոցիացիոն կարան թվող դատավորների հետ։ Հետո հանցում չի կորանում, որոշները բողոքարկում են, միապես վերադասացան են հաստատում, որովհետև դեպքում հետաքրքիր չէ իրականում, բայց ամեն դեպքում խնդրի շահարկումից խուսափելու համար ի վերջո մենք ինչ-որ պահից սկսած երկրորդ տեխնիկական բոլոր խնդիրները լուծենք, ունենալու ավտոմատ մակագրման համակարգ, եւ մյուս կարգավորումը pooling of period-ին է վերաբերում, դա այն քննարկում ենք, որ ինչ-որ ժամանակահատված քաղաքական պաշտոն զբաղեցնողին հնարավորություն չունենան, այսինքն 1 տարի, 2 տարի զբաղեցնել այլ պաշտոն, որը ենթադրում է կուսակցական չեզոքություն, բայց սա դեռևս քննարկվում է։ Ամեն դեպքում այսօր կա կուսակցական պահանջ դատավորների համար, եւ եթե մենք մեզ համարում ենք իրավական երկիր, օրենքի երկիր, եւ մարդիկ դիտակցում են իրենց պաշտոնը ինչպիսի իրավունքների եւ պարտականությունների ծավալների ընդհանրում, ես կարծում եմ, պետք է խնդիրներ իրականում այսօր չկան։